Հայր ջան, մենք նորից հավաքվել ենք քո խոսքի շուրջը, որպեսզի լցվենք քո խոսքով, Տեր ջան։ Մենք ամեն օր կհավաքվենք, որպեսզի քեզանով սրբվենք։ Քո ներկայությունդ վայելենք։ Որպեսզի ամեն տեսակի մեղքից ազատագրվենք ու բժշկվենք։ Սրբության մեջ քայլենք։ Քո կամքդ կատարենք։ Մեր մեղքերի համար հանդիմանվենք։ Ու փնտրենք առաջ Աստծո թագավորությունը և նրա արքայությունը։ Մենք լիքը քեզնից սովորելու բաներ ունենք, Տեր ջան։ Ու կխնդրեմ, որպեսզի այսօրվա ծառայությունն էլ դու անցկացնես ու իմ միջիցս դու խոսաս այն թեման, որն որ պատրաստել ես իմ մեջս։ Երկար տարիների ընթացքում լցրու այս վայրը քո սուրբ ու հզոր ներկայությունով, Տերս։ Ու բոլոր այն մարդիկ, որոնք քեզնից կանչված ու ընտրված են, սրտերը բաց։ Որ քո խոսքդ լսեն հատիկ ու հասկանան ու իրանց հարցերի պատասխաններ ստանան։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Ուրեմն միանգամից կարտամ այն խոսքը, որ նոր Տերս տվել է այսօր բոլորին, բոլոր միացողներին։ Ուրեմն կար պատճառ, ու մեր մեջ կային հարցեր, որ Տերը այս խոսքերը տվեց։ Բոլորս գիտենք, չէ՞, որ Աստված ինչքան բաներ երավ իսրայելացիներին գերությունից ազատելու համար, Կարմիր ծովը բացեց, շատ հրաշքներ երեց, շատ նշաններ երեց։ Ես օրինակ կհարցնեի ու շատ կոդրված էի, իր գունը կսեի, Տեր ջան, մեր եկեղեցի կբերես շատ մարդկանց, բայց շատ քչերը կմնան։ Ես կթողնեմ եկեղեցի։ Ու չեմ ուզե, դել տեսնեմ, թե ինչքան մարդիկ կեշտա։ Կամ դու ինձս դուրս բեր, որովհետև մեղքերի մեջ են։ Ինչ որ ես տարիներով աշխատիմ անօգուտ, առավոտնից իրգում մարդկանց զանգերին կպատասխանեմ ու անօգուտ կտեսնես, որ մարդիկ կուկան ու կեշտան, կամ դու պիտի դուրս հանես, որովհետև Տերը ներկա չի եղնի։ Կամ Տերը բդեշտա, կամ այդ մարդը բդեշտա, ու դու ստիպված ում պիտի ընտրես, իհարկե Տիրոջը։ Իհարկե Տիրոջը, միանշանակ Տիրոջը։ Եթե ինչ-որ մեկը կգտնի, որ մեղքը իրա պիտի պահե պաշտպանե, մենք իրա մեղքը իրա հետ պիտի պաշտպանենք, իհարկե ինքը բդեշտա ու Տերը չեշտա։ Ու իրականում դու էլ ցավ կաբրես, որովհետև աշխատանք ես տարի աշխատանք կտանես ու կտեսնես, որ այդ մարդուն ժամեր, օրեր կտրամադրես, ամիսներ կտրամադրես ու այդ մարդը մեկ է կբացայի, որ մամ լուրջ մեղքի մեջ է։ Կամ ամիսներով քեզի խաբել է։ Իրա մեղքը թաքցրել է։ Իմաստը, երբ որ դու պատրաստ ես իրան հասկանալու։ Ինչևէ, այս հարցերի պատասխաններն էր, որ Տերս ինձ տվեց,
ու կուզենայի որ ձեզի հետ կիսվեի այն խոսքով, որ նոր մի Տերս պիտի խոսա իմ միջիցս։ Հա, իսրայելացիների հետ կապված ուրեմն կհիշեք, չէ՞ որ հետո ոսկե հոշտը սարքեց։ Ժողովուրդը ոսկե հոշտը սարքեցին։ Ու Աստված ինձի նորից անգամ, ճիշտ է, շատ անգամներ էր, սե նորից անգամ։ Սա որ այն եկեղեցին որտեղ ես ներկա եմ, այնտեղ մեղքը չի կարնա փնակվի։ Դու ուզես թե չուզես, պետք է այդպես պետք է եղնի։ Ու ինչ խոսք տվեց։ Հետևյալ օրը Մովսեսը սավ ժողովրդին, դուք մեծ մեղք գործեցիք ու հիմա Տիրոջը պիտի ելնեմ, թերևս խավություն ստանամ ձեր մեղքերի համար։ Եվ Մովսեսը դարձավ Տիրոջը ուսավ։ Օհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, իրեն ոսկե աստվածներ շինելով։ Բայց հիմա, եթե նրանց մեղքերը պիտի ներես, եթե ոչ կաղաչեմ ավրե քու գրածդ գրքից։ Ավրե ինձ էլ քու գրածդ գրքիցդ։ Այսինքն, եթե իրանց չես ներե, պետք չէ որ իրանց ներես, ընձ է ավիրե։ Ես է չեմ ուզոր քու գրքիցդ ավիրված է, քու գրքիդ մեջ եղնեմ, էլի, ընձ է հանե գրքից։ Այս նույն ձևով ես ասում կթիմեի, թե Տեր ջան, որ պիտի խոսքիս կամ մարդիկ չփրկվին, թող ես էլ չփրկվեմ, որ սկանք աշխատիմ, էլի, ու չեմ տեսնի որ կողքս կմնան մարդիկ։ Կեշտան ու ամեն մարդ ես գիտեմ որ ում էլ որ Աստված քանե շատ ճիշտ ու արտար կհանե։ Ու նայեք Տերը ինչ սավ, ու այս խոսքը ինձի տվեց Տերս այսօր։ Տերը սավ Մովսեսին, ով որ ինձի թեմ մեղանչեց, նրան իմ գրքիցս պիտի ավիրեմ։ Ուստի հիմա կնա ժողովուրդը այնտեղը տար, որ քեզի ըսի, ահա իմ հրեշտակս քո արջևիցդ պիտի եշտա, բայց այցելություն անելու օրս նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ։ Տերը զարգավ ժողովուրդը Ահարոնի ձուլած հոշտը շինելու համար։ Ինչ տեսանք որ Աստծումոտ չի անցնի, երեխեք, այդ մեր շանտաժները։ Իրականում Մովսեսին էլ էր շանտաժ իմս է։ Աստված այնքան լավ գիտե ամեն ինչ։ Աստված գիտե իր եկեղեցին, իր ժողովրդին մաքուր պահելը։ Ու Աստված նաև մեղավորին անպատիժ չի թողնի։ Կսես կրկիցս անեմ, կսե Տերը սա Մովսեսին, ով որ իմ թեմս մեղք է գործե, այսինքն ես չիտեմ ում կհանեմ։ Ով որ իմ թեմս մեղք է գործե։ Ու երբ կզարգե ու երբ կսպանե, սա ահա իմ հրեշտակս քո արջևիցդ պիտի եշտա։ Այսինքն, երբ որ Տերը քեզ հետ է, իր հրեշտակը քո առաջիցդ կեշտա, այսինքն քեզի կպաշտպանե, կամ Տերը կեշտա, իր հրեշտակը կամ ինքը տարբերություն չկա։ Տիրոջ դրած անձը, եղնի հրեշտակ, եղնի առաջնորդ, դիք հենց Տերն է։ Սա իմ հրեշտակս իմ արջևիցս պիտի եշտա, բայց այցելություն անելու օրս նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ։ Ստեղ մեկ է այս բառի վրա ուշադրություն դարձնենք, այցելություն անելու օրս։ Այսինքն, երբ որ ես այցելեցի, իրանց մեղքը իրանց վրա կբերեմ։ Այսինքն, միշտ հիշեք, Տիրոջ ներկայության մեջ կա եւ պատիժ եւ օրհնություն, այցելության ժամանակ։ Ու մենք տեսեք միշտ մեր եկեղեցում կվկայենք, որ Տիրոջ ներկայությունը ուժեղ էր։ Տերը շատ ուժեղ ներկա է։ Մեր ծառայությունների ժամանակ, չէ, եղնի մի հոգի, եղնի 2 հոգի, եղնի 10 հոգի։ Եթե եղավ սրբություն, ուրեմն Տիրոջ ներկայությունը կեղնի, շատ հզոր ձևով։ Ու ես մի բան ասեմ, ես միշտ Տիրոջ ներկայությունը զգացել եմ, երբ որ քիչ հոգով ենք հավաքված եղել։ Միշտ։ Երբ որ մենք քիչ հոգով ենք հավաքված եղել, շատ ուժեղ Տիրոջ ներկայությունը եղել է։ Բայց մեծաքանակ ծառայություններ եղել որ ես արդեն զգացել եմ, որ չեմ կրնա մտնիմ, ու Աստված ցույց է տվել, որ կան մեղքեր։ Այսինքն մարդիկ, որոնք որ իրանց մեղքը կպաշտպանեն։
Տերը զարգեց ժողովուրդը Ահարոնին ձուլած հորտը շինելու համար։ Այսինքն առանց պատճառի Աստված իր եկեղեցուց որևէ մեկին չի հանե։ Ու ես մի բան եմ հասկացա, որ ամեն մարդ իր տեղը պատասխան կուտա։ Դուք կհիշեք, երեխեք, կզարմանանք, թե ինչի քիչ մարդ կմնա, ինչի քիչ մարդ կմնա։ Ամբողջ Սոդոմ Գոմորից քանի հոգի փրկվան, մեծ քաղաք էր։ Մեծ քաղաք էր, կնիկնել է լավ, էնե չմնաց։ Մի ադմ հով երկու հատ աղջիկ։ Իջեք հոգի ամբողջ քաղաքից, երեխեք, իջեք հոգի ամբողջ քաղաքից։ Ու ես մի բան եմ հասկացա, որ Տերը ինձ այս խոսքը կսե, ով կուզե գայշտա, դու նայոր, դու ինձ հավատարիմ մնաս, սատանան հենց քեզի կուզե կոդրե։ Մի զարմացեք, սպես պետք է եղնե երեխեք։ Գիտեք ինչքան մարդկանց եմ տեսոր, մաս կտրելու, մաս ներկելու, զոհաբերություն չտալու, Են զոհաբերություն չտվողներն են աղաներն են, չէ՞ որ ուտենք խմենք պարգիկ մենք, քեջ բան չունենք Աստծո համար ենելու։ Կսե Հիսուսը կսե կայսերինը կայսերին տուր, Աստծունը Աստծուն։ Մարդիկ կար, իրանք չունին Աստծունը Աստծուն տալու։ Աստված ունի իրանց տալու, իրանք Աստծուն չունին տալու։ Մարդիկ կա կսեն երեկվա ծառայության ժամանակ էր, թե առաջ օրվա Տերը բացեց, որտեղ է գրած նոր կտակարանի մեջ որ 10-նորդ պիտի տանք, չէ՞։ Ու Աստված ինչ խոսք բացեց։ Իհարկե, 10-նորդ տալու համար գրած չէ։ Գրած է հավասար տալու համար, 50% տալու համար։ Մի քսես որտեղ է գրած։ Չէ՞ այն ժամանակներում մարդիկ կբերեին իրանց ունեցածը հավասար կսեպեին ու կբաժնեին բոլորին։ Որ հեչ մարդ հեչ մի բանի կարողություն չունենար, հոգևոր ընտանիքը ըդիկ է։ Իսկական հոգևոր ընտանիքն որ կուզես իմանաս 10% տալը չէ։ Դու պիտի միշտ նայես քո քուրդ կամ ախպեր ինչի կարիք ունի, բերես եկեղեցին, որ քու ծնողդ բերեին կգտնեին, չէ, առաքյալների ոտքերի տակ։ Որ քո առաջնորդդ նայ ով ինչի կարիք ունի, բաժնե։ Իսկական եկեղեցին դիկ է, ու այդ ժամանակ էր, որ Տիրոջ ներկայությունը քիչներ։ Այսօր ինչ տեղի կունենա։ Եկեղեցում է անտամը ամեն ինչ ունի, քանի հատ ավտո, տներ, առաջնորդներ կան ինքնաթիռներ, իսկ մյուս անտամը փոկված կոշիկներով կեշտա ծառայության։ Ես այդպես վկայություններ եմ լսել, ու տվյալ առաջնորդները այսօր դժոխքում են։ Մի գնա այն եկեղեցին, որտեղ որ շատ մարդ կա։ Գնա այն եկեղեցին, որտեղ որ Տիրոջ ներկայությունը կա ու մեղքի հանդիմանություն կա։ Ու ես այսօր ինչ կզգամ, որ մարդիկ հիմնականում կեշտան եկեղեցիներից։ Այն պատճառով, որ մեղքը Աստծուց ավելի շատ կսիրեն։ Ու ես տարիներով ինձ այդ Աստված աշխատանք է տարել, Աննա Քուրչա միկրոֆոնդ փագե։ Տարիներով ինձ այդ Աստված աշխատանք է տարել, ու մի բան է ցույց տվել։ Եթե մարդը չի փոխվի, երեխեք, ինչքան կուզես տանջվի, ինքը չի փոխվի։ Կան մարդիկ, որ իրանց դիմակները կփոխեն։ Որ ինչ որ բան քեզնից ստանան։ Բայց կտեսնես, որ արդյունքում ինքը նորից չի փոխվի։ Իսկ փոխվող մարդը, դու կտեսնես, որ քայլեր կինե ամեն օր փոխվելու համար։ Կտեսնես, որ ճիշտ է, այս ինչ բանը դժվար է, չի կռնա այնը։ Այն ինչ բանը դժվար է, չի կռնա այնը, բայց ինքը կուզորեն է։ Այդ մարդը փոխվող մարդ է։ Բայց եթե տվյալ մարդը իր մեղքը կպաշտպանե, ինքը եկեղեցում է կռնա վնասը։ Երեք TikTok-ի սեջի վրա մեկ քուրմ գրել է, թե ես առաջ իմ մազերս ներկել եմ,
ասենք Աստված ինձ խոսք չի սել, որ մազերս չներգեմ, եղել էլի չեմ ներգե, էլի ներգել եմ, ցել եմ կնա, վկայությունների սխալ են եւ այլն։ Հետո երբ որ Աստված անձամբ շատ փաստերով ինձ ցույց տվեց, որ մազ ներգելը սխալ է, ես դադարեցրի մազ ներգելը։ Ու TikTok-ի մեջ ես ունիմ համ մազերս ներգած, համ մազերս չներգած։ Մեկը գրել է թե քուր դու կուզեմ իմանամ հավատացյալ ես թե անհավատ, մետեղը մազեր ներգած է, մետեղը ներգած չէ։ Ես է կալասավոյերի գծոր չեմ գիտեց այն ժամանակ, մազերս ներգել եմ, հիմի գիտեմ ներգած է, սա լավ, ուրեմն քեզի մի հատ վկայություն եմ։ Մեկ քրոջը հոգին քսե Աստված հանել է, մե մարմնի մեջը ցույց է տվել, որ ինքը ներգած մազերով է, ու մյուս մարմնի մեջ ցույց է տվել, որ մազերը առանց ներգել է։ Ու իջա հոգին մտցրել է առանց ներգած մարմնի մեջը, ուսել է ես այս մարմնին կհավնիմ։ Այսինքն քու բնական գեղեցկությանդ կհավնիմ։ Ու կուզեի քսերոքս էնե այդ սկրինշոտ էնե որ խմպագին խրգե էնե չեղավ TikTok-ից սկրինշոտ, բայց ոչինչ կպայեմ այս մեր հեռախոսովս կնայեք երեխեք ջան։ Ու ինչ կուզեմ սեմ։ Պետք չէ որ մենք կոդրվենք ու այսօր գիտեք նաև ինչ բացվավ։ Դեր սկսենձի դու մի կոդրվի, արդեն պիտի սկսվին քո օրհնություններդ, հիմի նոր կկոդրվիս։ Սադանեն թե կուզե չէ որ այն վերջի պայն որ արդեն դու պիտի մտնիս, այն քո օրհնությունների մեջ ինքը քեզ չարտե որ չմտնե։ Ու այսօրվանից սկսած սա կանոնավոր վերջ սկսես կքու ծառայություններդ մեծ խմպագով։ Այսինքն մեծ խմպագի մեջ պիտի սկսենք մեր ծառայությունները։ Ու աշխատի մոր խոսքի էմիսների հետ էլ բանենեմ կաբի դուրս կամ ընթացքում էլի կաբի դուրս կամ սպես թեմբես որ իմանամ թե ով ինչ պատճառով չի միանա որ խնդիրը լուծենք։ Հա, երեխեք ջան, սկանը ինչ որ այսօր կուզենայի սեի ժողովուրդ ջան, այն ինչ ես հույսով եմ որ շատ հարցերի պատասխաններ կստանաք այս վերջերս այդ մասին կտանի Տերը որ եկեղեցին շատ կարևոր է մաքուր պահել, շատ կարևոր։ Մի կնա այն եկեղեցին որտեղ որ տեղ չկա նստելու։ Այլ կնա այն եկեղեցին որտեղ որ Տիրոջ ներկայության մեջ չես կնա նստիս, ծնգի կուկաս։ Այդ եկեղեցին կնա։ Որտեղ որ կհանդիմանեն քո մեղքդ։ Որտեղ որ քո մեղքից ճիշտ չեն ասել։ Աստված ծաղր չի եղնի։ Ժողովուրդ ջան, Աստծուն շատ լուրջ մոտեցեք։ Գիտեք, եթե ես մեղքը չհանդիմանեի, հիմի մեր խմպագի մեջ 1000 հոգուց ավել կեղներ։ Եթե ես ունիմ 130 իժեք հազարից ավելի բաժանորդ մենակ YouTube-ի մեջ ու չհաշված TikTok-ից հաշտագների մեջ, որ այնտեղ կան շատ չեն բաժանորդները, բայց դիտումները սարսափելի շատ են։ 8000-ից ավելի մեալիքս է, այն մյուսներին վրա չեմ հասցնե աշխատիմ։ Ու ամբողջ մեր խմպագի մեջ մեկ քանիմ հոգի կան։ Ու գիտեք ինչն է պատճառը, որովհետև ես քանակ չեմ հավաքել։ Տեր ինձ իսօր վծրել է որ եղնին են մարդիկ, որոնց ներկայության մեջ որ Տերը կենտանի է։ Որտեղ որ Տերը կայծել է, որտեղ որ երկնքից սկսե դա իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Ու նորից սկսեմ, ամբողջ Սոդոմ Գոմորից իժեք հոգի փրկվավ։ Այսօր ամբողջ աշխարհն է Սոդոմ Գոմորի վերածվել։ Ու մի զարմացեք որ ճշմարիտ եկեղեցում շատ քիչ մարդ կեղնի։ Գիտեք, ես միշտ այն եկեղեցում, որտեղ որ շատ մարդ կա, ես մեկ քիչ չեմ հավատա, որ ճշմարիտ եկեղեցի է։ Ես կմտածեմ, որ դիք եկեղեցի է, որտեղ որ պարզապես մարդիկ փող կաշխատին։ Բիզնես կենտրոնն է։
որովհետև ինքս տարիներ շարունակ աշխատելով մարդկանց հետ, ես տեսել եմ մի բանը, որ շատ քճերն են, որ պատրաստ են տիրոջ հետևից էշտան։ Ու քանի անգամ ուզեցել եմ, որ վարձով տեղ վերցնեմ, հետո Տերը ցույց է տվել, լավ, վերցնես տեղ, քանի հոգի կուկան այդտեղ, ավելի լավ չէ այդ փողով օգնես կարիքավորներին, եկեղեցու անդամներին։ Ու նաև ձեզ ասեմ, որ օրինակ մի արդեն Տերս կանգնեցրել է նաև կարիքավորներին օգնելը ու Աստված իմ տունս կսարքե։ Մեր տան կռիչը պիտի սարքե հյուրերի համար, որբիսի այն որ վարձով տեղ տանք վերցնենք ամիսը 100,000, 70,000, 80,000, ինչի այդ փողը չտնենք ու մի հատ տեղ սարքենք, որ նոր կեղնի մեր հյուրերի համար, Աստծո փառքի համար։ Կամ այն կանանց համար, որոնք որ բռնության կենտարկվին, տիրոջինն են, մարդիկ, որոնք տեղ չունին մնալու։ Ձե Աստված սորվծրել է փողը ճիշտ օգտագործել։ Թող սարքվի 2 տարվա մեջ, 3 տարվա մեջ, ես չգիտեմ կրնա, քանի օրվա մեջ է Տերը կրնա սարքի, Աստծո համար անհնարին հեշտ բան չկա։ Բայց հիշեք, որ մեր ֆինանսների համար մենք բոլորս պիտի հաշիվ տանք Աստծուն, թե ինչ ձևով կծառայեցնենք այդ ֆինանսները։ Եթե կան մարդիկ, որ գուզեն իժանկել մեր կողքը կանգնեն այս տունը սարքվելու համար, իմ տունս պիտի հիմքից Աստված սարքե, հիմքից, որովհետև այս տունը պիտի ծառայե Աստծո փառքի համար, ու ինչ խոր ծառայել է։ Եթե կեղնին մարդիկ, որ կուզեն փոխանցումներ անեն, Աստված կտնե իրանց սրտի մեջ ու իժանկել կզգանոր, իմ խոսքս Տիրոջից է։ Հեռախոսահամարի զանգեք, կապ պահեք, բոլորդ էլ կրնակ փոխանցումներ անեք Տիրոջով, որբիսի Տիրոջ տունը կառուցվի։ Ու ես մի բան եմ գիտեմ, որ Տերը խոսք նոր կսե, ուզենք թե չուզենք, դի կեղնի։ Ինչ կապ ունի Մովսեսը շանտաժերեց Աստծուն կամ ընձե ջնջե քրքից։ Ինչ կապ ունի ես ինչ ասեցի առավոտը, Տեր, ես չեմ ուզել ծառայեմ։ Տարիներ շարունակ ծառայեմ, շատ քիչ են մարդիկ։ Բայց Աստված երբ այսօր շատ բդեղն են մարդիկ, որ կզարմանանք։ Չոր Աստված էլ այսօր շատերն են կանչված, քչերն են ընտրված, ինչ են զարմացոր։ Այդ մենք քանի տարի կաշխատենք ու շատ ցավ կաբրինք, որ մարդիկ կեշտան, բա Աստված ցավ չի ապրի։ Քանի հազար տարի է մեզի կհամբեր է։ Այդ ես ինչ կենեմ որ, ինչ որ կենե Տերը իմ միջիցս կենե որ սպես կոդրվել եմ։ Հəbə Տերը ինչս է, որ ինչ սես կենե ու ես որ գնադող մարդիկ չկան։ Մարդիկ 10 անոր չտալու համար կեշտան, Աստծուն զոհաբերություն չենելու համար, մաս չներգելու համար կեշտան, մաս կդրելու համար կեշտան, շնության մեջ մնալու համար կեշտան։ Աշխարհի կամքը կատարելու համար կեշտան, հարստանալու համար կեշտան։ Հəbə Աստված ինչս է, տարիներ շարունակ որդուն է տվեց։ Էլի չքնադեցին։ Էլի քսեն ուր է Աստված։ Կեշտան։ Ինչի կզարմանանք որ։ Հəbə Աստծո սրտին ցավ չէ։ Ինչի մենք սիրտ ունենք, Աստված սիրտ չունի։ Ինչի մենք ցավ կաբրինք, Աստված ցավ չի ապրի։ Ինչի մենք լաց կեղնենք, Աստված չի լաց եղնի, քանի վկայության մեջ ենք տեսոր Հիսուսը լաց է եղել։ Աստվածաշնչի մեջ է քսե, չէ, Հիսուսը լացավ։ Ու ստեղից Տերը մի բանը քսե։ Հաստատ ընձի պես ցավ չես կրնա քաշես։ Բայց իմ օրենքներս արտար ճշմարիտ ու սուրբ են։ Թող էշտան։ Ես քեզի շատ կսիրեմ, բայց իմ օրենքս քեզնից ու ինձնից բարձր է։ Քեզնից ու ինձնից Աստված իր օրենք իրանից բարձր է ասը։
ու հիշեք, Աստուն հեշմարց չանտաշ չի կրնա են է, հեչ մեկս։ Եթե Աստված սկսես պես պդեղնի, եկեղեցում մեղքը պդի չեղնի, ուրեմն պդի չեղնի, կուզես կնա, ես կուզեմ, կրնամ ես է էշտամ, մեղ գործ է, կնա, բայց իմ օրենքս, սպես է, կամ վի ես պնակվիմ, կամ մեղքը։ Աստված կպնակվի սուրբ եկեղեցիների մեջ, իշքան բաներ ենք տեսես ընտասկ, իշքան բաներ, ու ով կեշտա կամ ում դուս կհանե Աստված, ես լրիվ գիտեմ, որ սաղ աշտար է, ես վերջերս այդ թեմայի շուրջ խոսացինք, չէ, Աստված սավ, ով ինչ մեղք է գործե, գնացել է, սաղ, եթե ժողովուրդը կան հանգստանան, թե ինչի գնաց, սաղ, ուսատյա դուք դադեք, հմիքսեք դիք Աստվածաշնչյան չէ, որ Աստվածաշնչյան չէ, բիջա Անանիայի Սապֆիրայի մասին արեսօր կպատմեն, Ինչի Դավիթ թագավորի շնությունը կպատմեն, ինչի Ադամի ու Եվայի մեղքը կպատմեն, որ Աստծուն չմեղադրեն, եկեղեցուց ինչի Աստված մեր մարդկանց կհանե, պատմեն մեղքերը, որ հանկարծ չմտածեն, թե դու մարմնից ըդ կենես, Աննաքուրը մարմնից երավ, չէ, դե այս մեղքերն է գործե, տվյալ մարդը, ամիսներ շարունակ խապել է դիմացինին եկցե իրա սխալը արտարացնելու համար։ Սեր ես Աստված քեզի կուզե օրհնե, դու ես զոհաբերություն էր, Աստված քեզի օրհնե, դու Աստծուն չես տա, այդ մարդը վիրավորվել է։ Որ դու Աստվածաշնչյան խոսքեր կսես, իժան, ու Աստված քեզի կսե, թե կուզեմ ես երեխին օրհնեմ, բայց ինքը իմը սնձի չի տա։ Ես չեմ կրնա օրհնեմ։ Կփոխանցես մարդիկ կվիրավորվին։ Իսկ ինչ կապ ունի մարդը կվիրավորվի, թե չի վիրավորվի, ուսպես նման շատ մեղքեր։ Մարդկա ամիսներ շարունակ ինձ խապել է, թե վարձով կաբրոր ես իրան օգնեմ։ Ու ես եկեղեցում ներկայացրել եմ, որ ինքը վարձով կաբրի։ Ու վերջում քանի ամիս հետո նոր ինձ կսե գիտես Աննաքուր մենք, ես վարձով չեմ ապրի։ Իբը կսեմ քուրչան, որ վարձով չես ապրի, հորդ տունը կաբրիս։ Ինչի ինձի պատճառ կհանդիսացնես, որ ես սուտ խոսամ։ Կամ տղեն հարսիս կբաժնվի, հարսի սխալները կսեն, իժան սխալները չեն սե, հետո Աստված կտանի հարսի հետ կծանոթացնե, այնքան բաներ կիմանամ, որ քանի ամիս խելքի չեմ կա։ Ուսին ինչքանով է ճիշտ։ Ինչի սուտ խոսակ, ինչի ինչ-որ բաներ ենեք, երբ որ ես պատրաստ եմ ամեն տեսակի սխալը լսելու։ Հաստատ ինձի չափ մեղք գործած չեք եղնի։ Ես ինքս ենքան մեղք եմ գործե, շատ, չեմ եք գիտեց է շատ բաներ։ Երեխեք ջան, ինչքան սխալ է, կամ մեկը կմտնի եկեղեցի, աղբերներ, մտել են, ուզեցել են բարձրցնեմ, 50-ական 2 հատ հավատացյալ նույն մեր եկեղեցու մեջը պատկերացրեք, սպես դեպքեր կպատմեմ, ժողովուրդ ջան, իրական դեպքեր։ Կթնեմ 50-ական քրոջ վկայությունը կլսենք, 50-ական քրոջ վկայությունը կլսենք, որ 24 ժամ եղել է դժոխքում ու դրախտում, մյուս 50-ական աղբերը խմպակի ծառայության ընթացքում գենուքս է, ըդիք սուտ այդպես բան չի կրնա եղնի։ Կսեմ այ աղբեր ջան, այս մարդը ձեր եկեղեցում ընդունված է, սաղը գիտեն որ ինքը մեռել է։ Աստված ինձ սեր է դիշ խմպակը լսել, որտեղ YouTube-ի մեջ փագել տվին այդ քուրերը, ինքան անկեղծ էր ինքը խոստովանությունը երեոր, նույնիսկ իրա կիսրոջ մեղքներ սե բարեկամների, խնդրես թե Աննա ջան, փագե այդ վկայությունը, կրնա հարազատ բարեկամ լսեն ու զանգեն հետս կռիվ են, մի խոսքով դիք իրա վկայությունն էր, ինքը դի հաշիվ տա Աստծուն, ամեն դեպքում ես փագել եմ, ինք իրավունք ուներ ինձի փագել տալու,
Ես իմ արածիս համար պիտի պատասխան տամ։ Տվյալ աղբերը էլ այդ ամբողջ ծառայությունը կխանգարե։ Կսեմ աղբեր ջան, կեղնի ծառայությունից հետո խոսանք։ Չէ, ես հենց ծմի պիտի խոսամ։ Ու ինքն է կմտածեր, որ ինքը մաշկարեր։ Երեխեք ջան, ինչ եղքեն, ես իրա տեղը վախեցա, կսեմ Աստված մարդուն տարել է, որ մեզ իսկուշացնի, դու կանգնել ես Աստծո դեմ կխոսաս։ Իժոք ես վախեցած էի։ Իրա տեղը ես եմ վախեցած։ Ու ինչ եղքեն, որ այդ աղբորը չհանես դուս խմպագից։ Որովհետև մարդիկ կան, որ եկեղեցի կմտնեն, մեկը եկեղեցի մտավ, կսիգե են տարի էր երևի։ Աղբեր էր էլի։ Կսե Աստուց խմպագի ուզե, Աստված ընձի խմպակ տվեց։ Որ մեր խմպագը իրան է տվե, եկեղեցին։ Սա աղբեր ջան, սիսիկ իմ ոչ իմ եկեղեցիս է, ոչ քո եկեղեցին է, որ քեզի տա, սիկ տիրոջինն է։ Հասկնակը, մարդիկ չիտես ինչի համար կուկան։ Ինչի համար կուկաս դու եկեղեցի։ Կուկաս սրբվելու մակրվելու, թե այս եկեղեցին վերցնես քեզի։ Իմս եպոր հմե քուգը դեղնի։ Ես ինքս անդամ եմ այս եկեղեցու մեջ։ Այդ երկու աղբերն էլ եկել էին, որ այս եկեղեցին իրանցը եղներ։ Աստված իրանց եկեղեցի է տվե։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ մարդիկ չեն հասկացոր, մեր ամենաառաջի ու կարևոր նպատակը Աստծուն ծառայելն է ու սուրբ կյանքով ապրելն է։ Քանի անգամ եմ ասել, ես երբեք չեմ խնդրել Տիրոջից, որ եղնի ինչ որ մի եկեղեցու առաջնորդ։ Ես խնդրել եմ, որ սուրբ կյանքով ապրիմ։ Ու ես օրե կխնդրեմ։ Իմ մտքիցս չի անցե, երբեք որ ես բարձրացնեմ եկեղեցի, որի անունն է աշտարությունը կհաղթե։ Ես ինչքան է կոդրվել եմ, ուզեցել եմ թոնիմ Տերը նորից վերցրել ու կագնծրել ենձի։ Դու այդ եկեղեցին դի բարձրացնես։ Ու սիկ ես չեմ ենե, որովհետև իմ երազանքս է, չէ, Տիրոջ երազանքը կկատարեմ։ Ու եթե ես շատ հրաժարում, Աստված կվերցնե ու մեկ ուրիշին կկագնծնե, ես անփոխարինելի չեմ։ Ու ես կնստիմ ու լաց կեղնիմ, կսեմ այ Աստված ընձի երսե ես չերի մյուսերավ։ Ու գիտեք չէ, պես դեպ կեղել է։ Մի հատ աղբոր Աստված կսե ցույց կուտակս, այսպես եկեղեցի դի կառուցես։ Ինքը կհրաժարվի։ Ուրեմն հովիվը կտեսնոր մի աղբերում ծառայության ժամանակ սկզբից մինչև վերջ քուլա։ Ինքը կարոզ է կսե, այսպես բան չեմ կարոզ է լացեղնոր, հետաքրքիր էս աղբերը չի քուլա, այսպես։ Վերջում, այդ հովիվը կսե մոդենամ ու այս աղբորը հարցնեմ, թե ինքն չի քուլար։ Մոդենակ ու կհարցնե։ Ու աղբերը գիտեք ինչ կսե, այս եկեղեցին կսե Աստված ընձի էր ցույց տվի, որ ես բարձրացնեմ։ Հենց սպես կսե, ես չհնազանդվա, քեզնով է բարձրացրել եկեղեցին։ Հասկացաք երեխեք ջան։ Դոր համար մե բանը պիտի հասկանանք բոլորս։ Ես որ գնացի, էլ այդտեղ մարդ չի մնա։ Այդ միտքը իսպար ամեն մեկս մեր միջից պիտի հանենք։ Դոր չգնացիր, Աստված քեզնից լավին կբերե։ Ու գիտեք քանի անգամ եմ ես դիք տեսե։ Ընի կեշտա, Աստված նույն օրը մեկ ուրիշին կբերե։ Երկու հատ քույր ընձ այդ խոսացին ու դուրս եկան, թե Աննա Քուրչյան մենք դուրս կուկանք, էլի 50-ականներից էին։ Հայաստանյաց հավատացյալ երեխեք ջան, կարևոր չէ ովքեր էին։ Դերս կտանի կխոսամ։ Ումբես սիրտս կոդրվավ, սիտեր ջան, այդ քրերին այնքան շատ կսիրեի ես, շատ։ Սի կարող ես եկեղեցին քեզնից չէ, որտեվ ես ինքս եմ միշտ հարց կուտամ։ Կարող ես եկեղեցին քեզնից չէ, թե քեզնից չէ, թող քանդվի։ Ու ծոմ վերցրի, սիպ ես հարցին պատասխանես դու։ Մեկ է մի ադամ քուր նորից զանգեց ընձի։ Էլի 50-ականներից։ Բա Աննա ջան, զանգել եմ, որ քեզնից շնորհակալություն հայտնեմ։ Ճիշտ է, ես չեմ մասնակցել ձեր ծառայություններին, բայց դու իմ կյանքիս մեջ շատ փոփոխություններ ես բերել։
Ու այդ քուրը ինձ մի անգամ սավ ես 30 տարվա հավատացյալ եմ։ Ես քանի մորցեր ծառայություններին մասնակցեցի ավելի աջա, քան մեր եկեղեցու։ Ու 5-ը մտավ նորից մեր եկեղեցի։ Երեխեք, աղոթքիս պես Աստված պատասխանեց։ Ու ես ումել որ հանել եմ, չէ։ Ումել որ հանել եմ։ Հեչ մարդզնից վիրավորված չէ։ Երեկ մեկ քուրը ինձ զանգել է, կսե ինքն էր ուզեց է դու սկարսի ելի քուրչան կուզեք ելնիկ ելեք ուղագի սավ YouTube-իդ կհետևեմ սի ինչ խոր կուզես ես հեչ մարդու չեմ ամոզոր մնա եթե տիրոջին եղնիս ինձ այդ կաբած եղնի տերը ես որ քեզի դուսեն եմ չես անջատվի ինձնից որովհետև մոր Աստված կմիավոր է մարդը չի կրնա բաժնել զանգել ինքը նորից եկեղեցուց կհետաքրքրվի Կարոծել էի քեզի քսե աննաքուր Ծառայություններն ինչ է շատ մարդ կա Սի քուրջ անդիկ մի հարցրա շատ մարդ կա Շատ մարդ տեղներն ինչ կապ ունի Կարևորը Տերը ներկա է թե չէ ծառայություններին Հա քսե ճիշտ քսես աննաքուր Ես կխնդրեմ Հիսուսի անունով որ ես տեսանյութս լսեմ բոլոր այն մարդիկ Որոնց հետ որ Տերը բան ուներ խոսալու ու հիշեք մեր եկեղեցում ովքեր էլ որ կուզեն վերադառնան որովհետև հիմնական մասը էս իմ YouTube-ից տեսանյութերից են միացել մեր եկեղեցում ոչ մի փոփոխություն չկա հակառակը էլ ավելի է սրբվել էլ ավելի է մաքրվել մեղքի նկատմամբ փող զիջում չկա Եթե կուզեք որ անկեղծորեն տիրոջ հետևից էշտակ ու ծառայեք Արեք մեր եկեղեցի Արեք տիրոջ եկեղեցի Որովհետև այս եկեղեցու առաջնորդը ինչպես միշտ եղել է կա ու կմնա Տերը Ինձ է Աստված սոր բարձրացնեմ արտարությունը կհաղթե եկեղեցին Պարզապես ես համաձայնվել եմ Բայց այս եկեղեցու առաջնորդը միշտ Աստված է Միշտ կմնա Աստված Ու Տերը այս եկեղեցու մեջ մեղքը միշտ պիտի հանդիմանե Որովհետև եթե մեղքը չգնաց եկեղեցուց Տերը կեշտա Այն մարդիկ ովքեր որ կզգան որ պատրաստ են ամեն ինչ թողնին ու տիրոջ հետևից էշտան Ինձի զանգեք Ժորժ ջան իսկ եթե ձեր փապագը Տերը չէ ուղղակի իմ ժամանակս է խնայեք Հիմի արդեն Տերը ինձի կպատրաստ է հանգստի ու նորից սկսեմ Տերը պիտի սարքե իմ տունս որ նոր պիտի աղոթքի տուն կոչվի Հիմքից պիտի սարքե իմ տունս ու պիտի հանեմ մարդկանց որոնք որ թե սարքելու թե կառուցելու թե ֆինանսների առումով իմ կողքս կանգնին պիտի Ես նույնիսկ մի պահ չեմ կասկածել Ու չպետք տա քուն ու հանգիստ այն մարդկանց որոնք որ պիտի իմ կողքս կանգնեն թե ֆինանսապես թե շինարարության հարցով թե բոլոր հարցերով որովհետև Տերը իր տունը սարքել գիտե Երուսաղեմի տաճարը ինչ եղին կընտրեց մարդկանց սարքեց Այսօր էլ ինքի իմ տունս պիտի սարքե որովհետև այս տունը տարիներ շարունակ Գիշեր ցերեկ ծառայել է Աստծո անվան ու փառքի համար Ու եթե այն ժամանակ ինձ կտաներ տարբեր տեղեր այցելությունների Հիմի արդեն աշկերել են այցելությունները Հիմա արդեն Աստված կսոր ես պիտի շատերին բերեմ քուտունը Ուրեմն Եսայա 60-րդ գլուխը այս խոսքը պիտի իրականացնե Տերը Ելիր լուսավորվի քանի որ քու լույսը եկավ ու Տիրոջ փառքը քու վրադ ծագեցավ Քանի որ ահա խավարը երգիրը ու մառախուղ ազգերը պիտի ծածկե բայց քու վրադ Տերը պիտի ծագի եւ նրա փառքը քու վրադ պիտի երևա Ազգերը քու լույսիդ պիտի գան Եվ թակավորները քու վրա ծագած պայծառությանը Աչքերդ վերցրու բոլորտիկդ նայե ամեկը կհավաքվին ու քեզի կուկան
քու տղակներդ հերվից պիտի կան ու քու աղջիկներդ գրգի մեջ մանուկների պես պիտի տարվին։ Տեսեք, ստեղ բոլոր տեղերը կսե գուկան, չի սե դու բդե իշտաս։ Բոլոր տեղերից այս խոսքը ինձ շատ շուտ է Աստված տվել։ Ու եսօր աշտեն կսե, պիտի կան։ Քու աղջիկներդ գրգի մեջ մանուկների պես պիտի տարվին, այն ժամանակ պիտի տեսնես ու ուրախանաս ու սիրտ պիտի ուրախանա ու ցնծա, քանի որ ծովի առատությունը քեզի պիտի կա, ազգերի հարստությունը քեզի պիտի կա, ուխտերի երամակը, մադյամի ու քեփայի տաջիկ ուխտերը քեզի պիտի ծածկեն, ամմեկը սաբայից պիտի կան, ոսկի ու կնդուկ պիտի բերեն, ու տիրոջ փրկությունը պիտի ավետեն։ Գեդարի բոլոր հոդերը քու քովդ պիտի հավաքվին, ու նաբեոթի խոյերը քեզի պիտի ծառայեն, նրանք իմ սեղանիս վրա պիտի ելնեն ընդունելի զո լինելու, իմ աղոթքիս տունը պիտի փառավորեմ։ Երեխեք ջան, այս խոսքերը ինձ տվել է, որ նոր արդեն քսոր պիտի իրականանա։ Երբ որ արդեն ես այսօր շատ կոդրված էի ու կուզեի հրաժարվեի ամեն ինչից, Տերը սավ քու օրհնություններդ նոր պիտի տեսնես։ Ու գիտեք չէ, երբ որ դու կմնաս մենակ ու արդեն հույսդ կտրած է ամեն ինչից, այդ ժամանակ որ Տերը քու կա։ Կարմիր ծովը երբ բացեց Աստված։ Արդեն հույս չունեին։ Всё, փարավոնը կուկա իր զորքերով կբռնե։ Հիշեք, Աստված կարմիր ծով բացող Աստված է։ Աստված մեռելներին հարություն տվող Աստված է։ Աստված կույրերին բժշկող Աստված է։ Աստված կենտանացնող Աստված է։ Աստված ոսկորները հարություն տվող Աստված է։ Աստծո համար անհնարին հեչ բան չկա։ Բեսօր, եթե Աստված կսե բոլորը պիտի քեզի կա, արդեն ես իմ այցելություններս ավարտել եմ։ Ես իմ 4 երեխիս թողե տարբեր տեղեր եմ քնացել ծառայել։ Տարբեր տեղեր։ Ինձի փոխանցումներ են եղել։ Այ Աստված կենտանի է։ Այդ փոխանցումները ծառայեցրել եմ բոլորի օգտին։ Ինձի եմ փոխանցել իմ ընտանիքիս։ Ու ինչի համար, որովհետև իմ ընտանիքս դուք բոլորդ եք։ Հիսուսը ինչ կսե։ Իմ քույրս ու եղբայրս նայով, որ իմ հորս կամքը կկատարե։ Ու եսօր մարդկանց շատ հեշտ է տրվել, մարդիկ չեն քնահատել։ Եսօր արդեն պատահականչոր Աստված մեզի ամեն ինչ չի տա։ Ինչի Աստծո համար ինչ է քեզի ավտո տալը, ինձ ավտո տալը, տուն տալը։ Միագն թարթում հոբին ամեն ինչ տվեց։ Ճիշտ է։ Աստծո համար անհնարին հեչ բան չկա։ Գիտեք ինչի, մեզի շատ հաճախ ամեն ինչ չի տա, ինձ է չի տա։ Ու բոլորիս, որպեսզի չհաբրգինք։ Երեխին ինչքան շատ կուտաս, քո երեխին ավելի շատ կուզե։ Իմ հիմի սումքիս միջի փողերը կպայեմ ուրիշ տեղ, որ փող կունենամ, որ իմ երեխես տեսնի սումքիս միջի 100 դրամ օրդի կուզե։ Թե չէ ինչքան տեսավ ինքը փող, ատկանի վրա ծրագիր կկազմե։ Թե իրան ինչ է պետք է չեղնի կսե։ Մամա կսե տանել 200 դրամ, կուտաս մեկից փողը տեսել է։ Կսեմ ինչի տանել։ Կմտածե թե ինչի համար կուզե։ Պրոստը փողն է, տեսեք կուզե։ Մենք էլ ենք այդպես երեխեք։ Մենք էլ նույն տաներն ենք։ Ուղղակի կուզենք, չգիտենք ինչի համար կուզենք, մեզի պետք է, պետք չէ, էլի։ Տեսել ենք խառնվել ենք իրար։ Դրա համար Աստված պայ կա 100 դրամը ցույց կուտա, սկանը կա։ Բայց կա։ Աստծո համար շատ բաներ կա, չէ՞։ Աստծո համար անհնարին հեչ բան չկա։ Իրականում Աստծո համար անհնարին հեչ բան չկա։ Բայց Աստված ամեն մեկիս կուտա այն չափով, ինչ չափով որ մեզի պետք է։ Բեսօր ես կսպասեմ լավ բաների ու իմ կողքս կանգնողներն է այն քիչը, որոնց որ Աստված պայել է, իրանքի ինձ հետ դետոշնությունները վայելեն։ Սա քիչ են, բայց մեզ հայ են ասում, չէ աշխարհը։ Մենք եք սեն քիչ ենք, բայց մեզ քրիստոնյա են ասում։ Բայց տեղ Աստված ինձ էս խոսքն է տվոր։ Քո աղջիկները, քո տղեկդ, քո գիրկդ պիտի կան։ Այսինքն ում հետ որ ես աշխատանք եմ տարել, իմ երեխեքս
Պիտի բոլորին Աստված ինձի վերադարձնե։ Որոնք որ Տիրոջ երեխեքն են, երեխեք, որոնք որ Տիրոջ երեխեքն են, Աստված ինքը տարել է խրատելու համար ու հետ պիտի վերադարձնե։ Անառակ որդինոջ գնաց, ինքը չդատարեց հոր երեխեն եղնելուց, ուղղակի դատարեց հպարտ մեծամիտ եղնելուց ու հետ վերադարձավ իր տեղը հասկնալով, որ ես ոչ թե որ էշտամ առանց հորս, ես հարստություն գտիզեմ հորսե կկանչեմ մոդը, այդ կերնեմ խոզերի հետ լապուդող տղա։ Խոզերը զնից լավ տղա կերնեն, խոզերի կերածը ավելի լավ կերնի, քան իմ կերածս։ Այսիկ սիկ կնշանագե Աստծուց հերու էշտալը կամ քու ծնողիցը դեշտալը, որնոր իրականում կհոգակու կարիքներդ, որ դու փրկություն ունենաս։ Մի գնա այն ծնողի մոտ, ում որ քեզնից եկած շահը կհետաքրքրե, այլ գնա այն ծնողի մոտ, ում որ քու շահդ կհետաքրքրե։ Հասկնաք։ Սկանը երեխեք ջան, հեռախոսահամարս +374 98 95 0071։ Ովքեր որ կզգանոր Տիրոջից ինչ որ կանչ ունին կողքս կանգնելու համար, կնակ սանգեք ընձի, կաբի մեջ դուրս արեք։ Մենակ մի բան կրնամ սեմ։ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։